Ու հիմա կերքի Տորես էլի անբար։ Ինչ կերքի։ Մի րոպե։ Չէ, լավ, հետար։ Bruno Mars, Lady Gaga. If the world was ending, I wanna be next to you. Լինի կեսի ես երկին կես։ Չէ։ Ես չեմ կարա իրան օգնեմ։ Լավ, ես տեղից Չի լինի բեք վոկալ։ Չի լինի ոչ մի բան։ Երևակայի 90 Ամենա Մոդը իմ սրտի դու Ես տուն եմ գնում։ Դու գնո։ New York New York Երբ անհնչում են ես հնչումները ես այնքան կուզեի հիմա լինել Նյու Յորքում Վիզաս գրպանում երբ պտտվեի Նյու Յորքի փողոցներում այսպես Չէ Սիրուն աչքերուն ես դու, կամարուն քերուն ես դու Համ ջերան ես, համ վալա, քեզ տուն տանողին հալա Կարաոկե 963 երկու թիմ 4 ձայն ու տարբեր ոճերի երգեր Պոպ, ռոք, ռեփ, շանսոն, հայկական Երգիր մեզ հետ YouTube-յան եթերում Coldplay խմբի վերջին համերգը կհիշեն շատ շատերը, բայց նրանցից երկուսը կյանքում չեն մոռանա։ Ես ուզում եմ, որ մեր այսօրվա եթերը իմ հյուրերի համար լինի նույնքան անմոռաց։ Իսկ ձեզ սիրելի դիտողներ, խորհուրդ տալ, որպեսզի մեծ համերգներին գնաք միայն մամայի հետ։ Ես հավատում եմ, դուք գտնվում եք 963 կարաոկեում եւ մենք սկսում ենք ողջույն բոլորին, ողջույն սիրելի հյուրեր։ Ես ուզում եմ ձեզ միանգամից ներկայացնել իմ այսօրվա հյուրերին, այսօր իմ տաղավարում ես հյուրընկալել եմ տաղանդավոր երգիչների, դերասանների, դերասանուհիների ու միանգամից ներկայացնեմ նրանց։ Տաղանդավոր դերասան եւ երգիչ Վլադ Պողոսյան։ Ողջույն Վլադ, այո մի հուզվիր, այդ ամենը քո մասին էր։ Տաղանդավոր դերասանուհի եւ ապագայում գուցե նաեւ երգչուհի Դիանա Տորես։ Ողջույն Դիանա։ Եվ ինձնից ձախ նստած են մյուս տաղանդավոր մարդիկ մյուս թիմում։ Տաղանդավոր երգիչ Դեյվիդ Ռեյ։ Ողջույն Դեյվիդ։ Ողջույն Բայց մենք ես այսօր կասենք Դավիթ, եթե խնդիր չի։ Ոնց ուզեք Ուրեմն կասենք Դավիթ։ Եվ իհարկե տաղանդավոր երգչուհի Մանե Տոնոյան։ Ողջույն սիրելի հյուրեր, ես շատ ուրախ եմ, որ դուք իմ տաղավարում եք։ Ես սպասում եի, որ իմ տաղավարում մի օր վերջապես չնայած շատ են եղել բոլորը երգիչներ, բայց համ դերասան, համ երգիչ դեռ չէր եղել։ Այսօր մենք շատ Ու հետնել պարտաճանաչ։ ու հետնել շատ պարտաճանաչ։ Սիրելի իմ հյուրեր, ես ձեր համար երկու հարց եմ նախապատրաստել ու ակնկալում եմ լսել բոլորիդ պատասխանները։ Ուշադրություն, առաջին հարցը հետևյալն է։ Ունեք երգ կյանքում, որը գաղտնի սիրում եք, բայց կվախենաք խոստովանել դրա մասին։ Կա այդպիսի երգ։ Հա? Չէ, չենք վախենա խոստովանենք, բայց սիրում ենք Չէիք խոստովանի, գուցե։ Մեր ասպարեզում ինձ թվում է Դուք ամեն ինչ խոստովանում եք։ Մեծամասնության երգերը տենց են։ Այո, նրանք նայում են միմյանց ճակատ, ճակտի եւ Մենք պատասխանում այո ու խոստովանում։ խոստովանում ենք Կան երգեր, որոնք ոչ թե սիրում ենք, այլ անverջ հումորներ են կանում այդ Ահա, երգերի վրա։ հասկացանք, մենք դա չենք ասի, Նույնիսկ բայց սիրում ենք էլ այո։ Այո Լավ, երկրորդ հարցը հետևյալն է։ Ով է ձեր ամենասիրելի հայ երգիչը կամ երգչուհին։ Ում եք ամենաշատը սիրում։ Մանե։ Կառանձնացնեմ Տաթևիկ Հովանիսյան, որ կժվում եմ ուղղակի Ահա, լավ, հրաշալի տարբերակ։ Ես հատկապես սիրում եմ Ես ասի էս Պակալենյան Որ Պակալենիա է մնացել որ մտել Իմ համար ֆենոմեն է ուղղակի Ունես տարբերակ ամեն դեպքում։ Էռնա Յուզբաշյան Էռնա Յուզբաշյան, լավ, մեկ տարբեր Էլվինա Մակարյան Էլվինա Ես մի Մակարյան։ հոգու չեմ կարա ասել։ Մի հոգու, խնդրում եմ, մի հոգու։ Կարամ գոնե երկու հոգու ասել։ Երկու հոգու ասա, մենք մեկին կընտրենք։ Հայկո եւ Էլվինա Մակարյան։ Հայկո եւ Էլվինա Մակարյան, լավ։ Դիանա, իսկ քո տարբերակը։ Ես էլ Հայկո։ Եվ Վլադիմիր Պողոսյան Հասկացա, Եվ լավ, Դեյվիդ Ռեյ։ այո։ Լավ, քանի որ մեր հաղորդումը երգելու մասին է, ես ուզում եմ ձեզ չսպասեցնել եւ մեր դիտողներին եւս չսպասեցնել ու միանգամից լավ դրական էմոցիաներով տեղափոխվենք առաջին փուլ։ Գնացինք։ Բացատրեմ առաջին փուլի կանոնները։ Տեսեք, էկրանին հայտնվում է երգ։ Մասնակիցներից մեկը երգում է երգը։ Բայց երգում բաց են թողնված բառեր։ Մասնակիցը պետք է արագ կողմնորոշվի եւ լրացնի բաց թողնված բառը երգելով։ Ամեն երգված ճիշտ բառը արժե 1 միավոր։ Որպեսզի կարողանանք ընտրել մեր երկու հրաշալի երգերից գոնե մեկը, այսինքն նախապատվությունը տանք ինչ որ մի երգին, մենք պիտի խաղանք ենթափուլային խաղ, որը առաջին փուլում կոչվում է ես ասեմ։
Բացատրեմ, ես ասեմ կանոնները, վստահ եմ դիտողները արդեն գիտեն, բայց ձեզ էլ բացատրեմ։ Չնայած ասել եք, որ դուք նայում եք հաղորդումը եւ Ես ասեմ ինչ է իրանից ներկայացնում։ Ես կարդում եմ հարցեր, որ թիմը որ արագ գուշակում է հարցի պատասխանը միանգամից ասում է ես ասեմ, կարևորը արտահայտությունն է։ Ես ասեմ ու պատասխանում է։ Բնականաբար որքան շատ միավոր, այնքան շատ հնարավորություն երգը ընտրելու։ Իսկ մեր առաջին փուլում երգերը հետեւյալն են. Անդրե, իմ սերը քեզ եւ Հայկո ամենա։ Ուշադրություն։ Հարցերը բոլորը այս անգամ կարող եք գուշակելու մասին են։ Ջենիֆեր Լոպեսի մասին են։ Բոլոր հարցերը։ Որ թվականին Ջենիֆեր Լոպեսը հանդես եկավ Super Bowl Halftime Show-ի Շակիրայի հետ միասին։ Ես կարդամ տարբերակներ ու ասեք ես ասեմ։ 2020, 2018, 2022 եւ 2016։ Ասա։ 20 թվականին։ Ճիշտ է, 2020 թվականին առաջին միավորը Vlad&'s թիմին։ Ինչպես է անվանվում Ջենիֆեր Լոպեսի երկրպագուների բանակը։ Տարբերակներ։ Ունեք դասրոշնի ответ։ Ոնց որ գիտեմ։ Jelofans։ Ջենիֆեր։ Չէ, կարդամ տարբերակները։ J-Lovers, Ես ասեմ։ J-Lo Army, J-Lo Nation եւ Love Army։ Առաջինը։ Ոչ մեկը չասեց ես ասեմ։ Jellovers։ Ճիշտ է, J-Lovers, 1-1 հաշիվը հավասարվեց։ Ուշադրություն հաջորդ հարցը։ Որ թվականին է Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել իր առաջին ֆիլմում։ Ես ասեմ։ Այն մարդը ունես պատասխան մի անգամից։ Բայց եթե սխալ եղավ մի անգամից իրանք են պատասխանում հենց սկզբից։ Պատասխանեն։ Ասա։ Եթե չեմ սխալվում, Սելինա ֆիլմն ա եղել 96 սխալ պատասխան։ Եթե թիմ լինի ով որ կասի մի անգամից նաև վերնագիրը կստանա հավելյալ 1 միավոր։ 1991, 1986, 1995 եւ 1990։ 95 նայել։ Ես ասեմ 1991։ Սխալ պատասխան, պատասխանելու հնարավորությունը 95-ն ա եղել, կամ Սելենան ա եղել, կամ էլ ինչ-որ Արիուն եւ ինչ այդպես մոտ ֆիլմ։ Լավ վերնագրեր եք ասում, բայց սխալ պատասխան, պատասխանելու հնարավորությունը ձերն է։ Ես ասեմ։ Էլ պետք չի, արդեն կարաս ասես։ Երևակայի 90 Երևակայի 80 Մենք 80-ով սկսվող ունենք մեկ տարբերակ, 86։ Փիվը ճիշտ չենք ասել, Ավետ ջան։ Ճիշտ պատասխան 86 թվական։ Օ, 1986 թվականին։ Տատի ջան, ես քեզ շատ եմ սիրում, բայց տարիքի։ Ջեյլոն նկարահանվեց իր առաջին ֆիլմում, որը կոչվում էր Իմ փոքրիկ աղջիկը։ Եթե կան մարդիկ, ովքեր որ դիտել են, անպայման տեղեկացրեք մեզ դրա մասին։ Հաշիվը 2-1 անցնում ենք առաջ։ Ուշադրություն 4-րդ հարցը։ Որ երգով Ջենիֆեր Լոպեսը առաջին անգամ հայտնվեց Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականում։ Love don't cost a thing on the floor if you had my love. Ես ասեմ from Massa. If you had my love. Բրավո։ 2-2 հաշիվը հավասարվեց հրաշալի, մեզ մոտ ամեն ինչ եւ անցնում ենք մեր վերջին վճռական հարցին։ Ուշադրություն։ Ջենիֆեր Լոպեսը ազգությամբ որ երկրի արմատներ ունի ասա։ Ես ասեմ։ Puerto Rico։ Ճիշտ է։ Այո, Puerto Rico-ի Ջենին վերջերս ելույթ ունեցավ Հայաստանում, ցնցեց համացանցը եւ գնաց տուն։ Տարավ իր հետ նաեւ մի կուժ, հուսանք այն չի վաճառել աճուրդում։ Ես շնորհավորում եմ ձեզ։ Դե հիմա եկեք հասկանանք ով է երգում առաջինը եւ որ երգն է երգում ձեր խմբից որ մասնակից եմ։ Ընտրել եք արդեն։ Ուրախանում եք։ Մենք ունենք 2 երգ, ասացի Անդրե իմ սերը քեզ եւ Հայկո ամենա։ Ինձ թվում է տղու երգեր պետքա դու երգես։ Երկուսն տղու երգեր։ Այո, տղու երգեր դու պետքա երգես։ Կարծում եմ։ Ոնց փորձենք երկուսով սա։ Ասախի։ Խի։ Ասախի։ Դժվար են որոշում։ Ես կարծում եմ որ մանեն շատ ճիշտ տակտիկա է ընտրել։ Ես վստահ եմ որ այս տակտիկայով դուք շատ առաջ կգնաք։ Դե ուրեմն եկեք ծափարենք Դավիթ Ռեյին եւ երգահարթակը տրամադրենք ու լսենք նրան։ Գնացինք։ Խնդրեմ։ Վստահ եմ որ շատ յուրահատուկ կատարում ա լինելու մենք բոլորս վայելելու ենք Դավիթի երգը։ Իմ հոգին բոլոր հոգիներից լուր ճանաչեց քեզ Սիրտը իմ հազարավոր սրտերի մեջ քոնին գտա կես Երկուսով երջանկությանը մենք երկու անում Շատ լավ հաղորդում ասացում Հակառակ չենք լինելու այլ
հավիտյան իրար հանում ամենա մոտ է իմ սրտի դու ես Բրավո Դավիթ ամենա առաջինը ով ինձ զգում ես Մերսի ամենա կարևոր երազանքն ես Յանքնեսի թանկնեսի ամենա Thank you Euro Բրավո Դավիթին ծափարենք, շնորհակալ ենք Դավ մեր հաղորդմանը շատ գեղեցիկ բացում նվիրելու համար։ Իսկ հիմա հասկանանք թե ձեր գեղեցիկ թիմից ով առաջինը երգում եւ որ երգը։ Մենք ունենք Անդրե իմ սերը քեզ եւ վերջ։ Դե ես այդ երգը երգել եմ Ես կերգեմ։ Երբ որ 6-5 տարեկան էի Տեսակ Դիանայի վստահությունը վլադ։ Ես կերգեմ։ Տարբերություն չկա երգ Այդ որ վատ երգեմ չծիծաղ։ Ինչի տենց բան մենք արել ենք մեր կյանքում, ձեր ուժը։ Ես երգեմ կես։ Չէ։ Ես չեմ կարա իրան օգնեմ լավ ես տեղից դուք կտամ Չի լինի ոչ մի բան։ Բեք վոկալ առանց միկրոֆոն, հա, բայց բառերը եթե հուշեց միավոր ենք անում։ Գնացինք։ Տեսնենք։ Ես ասեմ, որ սա իմ ամենասիրած երգերից մեկն է։ Չէ՞։ Դե լավ երգենք։ Ես կօգնեմ քեզ։ Ինչքան ծա։ Ինչքան ծաղիկ, որ չտեսա ես իմ կյանքում Քո աչքերու պարտեզ դառնան թող բուրավե Բուրավե Զոհրաբյան։ Ինչքան արև, որ չտեսա ես երկնքում Շատ լավ։ Թող քո հոգում վառեն պայծառ մի արահետ Իմ սերը քեզ, թե վեր թող տա Իմ սերը թող աղոտ դառնա Քո շուրթերից թող այն հնչի Ու իմ անունը թող կանչի Իմ սերը քեզ, թե վեր թող տա Իմ սերը թող աղոտ դառնա Քո շուրթերից թող այն հնչի Ու իմ անունը թող կանչի Տեսակ մենք սկզբում ասում ենք ապագա երգչուհի, բայց Դիանան արդեն շատ պրոֆեսիոնալ այո, ներկա հենց այս բանը դարձավ ներկա շատ գեղեցիկ երգ, շատ գեղեցիկ կատարում։ Բրավո Դիանա, եկեք ծափարենք Դիանային եւ անցնենք առաջ, շնորհակալ եմ շատ։ Եվ ես առաջարկում եմ ամփոփել առաջին փուլի հաշիվը, իսկ առաջին փուլի հաշիվը մեզ մոտ 6-4 հոգուտ Վլադի եւ Դիանայի։ Բենիսիմո Իսկ հիմա ժամանակն է, որպեսզի մենք տեղափոխվենք երկրորդ փուլ։ Գնացինք։ Երկրորդ փուլի կանոնները հենց հիմա բացատրում եմ ձեզ եւ մեր հյուրերի համար։ Երկրորդ փուլում մենք կրկին երգում ենք երգեր, բայց այս անգամ երգերը արտասահմանյան երգացանկից են։ Ինչ ենք մենք անում, կրկին բաց են թողնված բառեր, կրկին պետք է լրացնել այդ բառերը։ Բայց որպեսզի մենք կարողանանք ընտրել երգերը, մենք պիտի խաղանք ենթափուլային խաղ, որը մի փոքր փոփոխվել է երկրորդ փուլում եւ այս անգամ կոչվում է երգաշփոթ։ Այո, մենք մեր բոլոր հետևողների, բոլոր այն մարդիկ, ովքեր որ սիրում են հաղորդումը եւ առաջարկեցին փոփոխել, որովհետեւ արդեն ձանձրացել են երկրորդ փուլից, մենք նրանց խնդրանքները հաշվի առանք։ Բացատրում եմ երկրորդ ենթափուլային խաղի կանոնները։ Տեսեք, միաժամանակ հնչում է 4 երգ։ Երբ որ երգը գուշակվում է, ուղղակի դուրս է գալիս ինքը երգացանկից։ Մնում է 3 երգ։ Ու այդպես այնքան մինչև ինչ-որ մի թիմ հաղթում է։ Ուշադրություն, լսում ենք երգերը։ Գնացինք։ Ցարիցա Ունենք ցարիցա տարբերակը։ Ունենք, այո, Աննասի ցարիցան դուրս ենք անում մի կողմ, մեկ միավոր Վլադին եւ Դիանային։ Ուշադրություն, շարունակում ենք։ Առաջինը, ստոպ, առաջինը Վլադն է։ Rihanna Diamond։ Ճիշտ է։
Ճիշտ է, Rihanna Diamond-ն էլ դուրս եկավ, երկրորդը ուշադիր, ավելի հեշտանում է խաղը։ Դավայ։ Դդաշ, Bruno Mars, Lady Gaga, If the world was ending, I would be Նիշյաշ Եվ վերջինը ամենահեշտն է, պետք է ուղղակի առաջինը երկը լսելուց հետո դդշ անել, այո, դդշ, շատ խնդրեմ, դդշ կարելի էր դնել փուլի անունը։ Ուշադիր, գնացինք։ Վլադներ Մարիուտոկոս։ Եվ Իվետա Լերներով, այո, բավականին արագ, Ուղղակի երկի Տորես Էլյան, բալես, Ասեք երկի, մի րոպե, չէ, լավ, հետարի։ ինձ ուղղակի վերացրեց Տորեսեն հայացքը, որ ինչ է կատարվում, ուր եմ ես հիմա։ Ուղղակի տանը պարապել է, տանը լավ էր երկի։ Ուզիաննա տանը լավ էր երկի։ Լավ էր երկի։ Ինչ ենք անում։ Առաջինը դուք եք ընտրում մեր երկու երգերից։ Ուշադրություն ունենք երկու տեսակի հրաշալի երգ։ Frank Sinatra, New York, New York Չարբախին նվիրված այս երգը եւ Amy Winehouse Back to Black։ Ուզում եք երգես էլի։ Amy Winehouse Back to Black։ Բայց չէ, Վլադն է երգում։ Վլադն է երգում։ Մեր բերել էլի, ասենք։ Ես տուն եմ գնում։ Դու գնա։ Գնացինք։ Ես խոսք ունեմ ասելու, Այո, նայեք, խնդրեմ, ես համեցեք։ քանի որ Սինատրան իմ ամենասիրելի երգիչներից մեկն է, բայց Amy Winehouse-ին էլ եմ շատ սիրում, ես մեծ սիրով կցանկանամ երգել New York-ը, բայց ես նաև gentleman եմ, կարա ձյանան երգի, Մեր խաղի կանոններից դուրս է ձեր առաջարկը, ձեր քայլը բոլորս գնահատեցինք, բայց խաղի կանոններից դուրս է։ Հերթով պիտի Երգենք դրա համար Նյու Յորքը հենց հիմա Վլադի կատարման մենք լսում ենք ու վստահ եմ վայելում։ Խնդրեմ։ Երբ որ հնչում են այս հնչյունները, ես այնքան կուզեի հիմա լինել Նյու Յորքում, վիզաս գրպանում, երբ պտտվեի Նյու Յորքի փողոցներում այսպես։ Start spreading the news. I'm leaving today. I want to be a part of it. New York, New York. These vagabond shoes are longing to stray right through the very heart of it. New York, New York. I wanna wake up in a city that never sleeps and find I'm deep of the hill, top of the heap. These little town blues are melting away. I'll make a brand new start of it in old New York. If I can make it there, I'll make it anywhere. It's up to you. New York, New York, New York. Բայց ընդեմ մի պահ լավ չէ լսում, հետ եկա զգացի ուրիշ բան եմ երգում։ Ուրիշ տեղ եմ գնում, ուրիշ ստուդիայում եմ, հասկացա որ հայտնվել ես ուրիշ հեռուստաընկերությունում։ Այս լավ չի լսում պահի տակ։ Չէ, շատ, ես պատկերացնում եմ որ լսեր։ Ծերության նշան։ Ասեմ ձեզ, սիրելի դիտողներ, որ երբ որ իմ տաղավարում հյուրընկալվում են երգիչներ, ես այնքան խիղճս հանգիստ արդեն ուզում եմ գնամ սենց թոշակ, մի տեսակ ուզում եմ թողեմ ամեն ինչ ու գնամ թոշակի, որովհետև այնքան հանգիստ եմ լինում։ Թոշակը կդրե։ Կանաչին նախընտրում եմ գնել շուկայից։ Թոշակ։ Մի 40 տարուց։ Վլադ, բրավո։ Դու քո թիմին բերում ես 6 միավոր։ Մի հատ կրկնեք էլի այդ թիվը։ 6 միավոր։ Իսկ որպեսզի մենք կարողանանք հասկանալ թե ինչպես կամփոփվի մեր երկրորդ փուլը, մենք անպայման պիտի լսենք մեր գեղեցկուհուն Մանեին։ Մանե պատրաստ ես արդյոք։ Իհարկե։ Ահա, դե վերջ, էլ սրանից հետո էլ ոչ մեկ ռիսկ չունի շարունակել։ Խնդրեմ, երգը արտակը քոնն է, մենք ծափարում ենք ու լսում Amy Winehouse-ի գեղեցիկ երգը։ Խնդրեմ։ He
say that am I in high, am I beside, go without my God. Okay. You and babe to what you know, so far removed from all that we went through, and I tried to trouble time. My own soul died. I go back to play. We only said goodbye with words. I die 100 times. You go back to her and I go back to, I go back to, I go back to us. Bravo! Իրոք երկրորդ փուլի դշը կարելի է բերել այս փուլ, որպեսզի դշ խփենք ու պտտենք։ 6 միավոր կրկին։ Բրավո։ Եվ ես առաջարկում եմ այ հիմա իսկական ժամանակն է, որպեսզի մենք ամփոփենք երկրորդ փուլի հաշիվը։ Երկրորդ փուլում հաշիվը ունի հետևյալ պատկերը. 12 եւ 10 օգուտ Վլադի եւ Դիանայի։ Ես վստահ եմ, որ ձեր ընկերությունը կմնա անքակտելի այս մորթենք իրար ավետ ջան։ Այո, այս միավորներից հետո դրա համար սենց սիրուն մեր ընկերությունը վերցնում ենք դնում ենք ճամպրուկների մեջ, տեղափոխվում ենք միանգամից երրորդ փուլ։ Գնացինք երրորդ փուլ։ Բացատրեմ երրորդ փուլի կանոնները։ Տեսեք, երրորդ փուլում մենք կրկին երգում ենք։ Մենք տեսանք ձեր բոլորի առանձին կատարումները, բայց հիմա ժամանակն է, որպեսզի մենք տեսնենք ձեզ որպես դուետներ։ Այսինքն ինչպիսին է Դավիթի Մանեի եւ Դիանայի ու Վլադի դուետը։ Բայց այս անգամ երգերի մեջ փակված բառերի փոխարեն մենք օգտագործել ենք էմոջիներ։ Այսինքն դուք պետք է վերցանեք էմոջիները եւ երգեք էմոջիացված բառը։ Բայց որպեսզի մենք կարողանանք խաղալ եւ ընտրել երգերը, մենք պիտի խաղանք ենթափուլային խաղ։ Իսկ այս փուլում ենթափուլային խաղը կոչվում է հաստատ կա, ուղղակի երևի ես չգիտեմ։ Բացատրեմ ինչա դա իրանից ներկայացնում։ Ես ասում եմ բառ։ Թիմերը հերթականությամբ համեմատաբար ավելի ցածր միավորներ ունեցող թիմից սկսում են երգել։ Եվ այն թիմը, ում երևակայությունը տվյալ բառով երգերի ցանկում սպառվում է, նա էլ լինում է պարտվողը, ում մյուս թիմը բնականաբար կարողանում է ընտրել երգը։ Իսկ այս փուլում մենք ձեզ համար առանձնացրել ենք հետևյալ երգերը. Արսեն Սաֆարյան, բայց դու չես գալիս, եւ Տիգրան Պետրոսյան, ում։ Թե ինչպեսին կլինի դուետները կհասկանանք խաղից հետո։ Երգային բառը ձեզ համար սկսում եք դուք, երգային բառն է աչք։ Կարող եք օգտագործել հայերեն, անգլերեն, ռուսերեն, թարգմանություններ, ցանկացած բան։ Միայն թե չկրկնվի երգը, այլապես կպարտվեք։ Աչքեր կարա լինի։ Այ աչքեր, այ։ Աչքդ խումար, ունքդ կամար։ Մեկ, լավ, ճիշտ է։ Դուք Նայեմ աչքերիդ ու ոչինչ չասեմ։ Գնացդ միշտ խորին։ Լավ։ Քո աչքերը ծով ասա ով է ով, արարել որ ես։ Դուք Երեք մաշը մի հատ երգունի։ Աչքերդ նորից կանչում։ աչքերը չէր կարծեմ։ Այ լավ ճիշտ է։ Աչքերը ճիշտ ասում։ Աչքերը քեզ անսիրուն են ճիշտ է։ Սիրո գարուն է։ Մութն ընկել է ուշ է արդեն, աչուկներն են ձեր փակում, լավ։ Աչքերին, քո աչքերին, պիտի նայեմ ու խենթանամ։ Մաշի երգը, սիրելի։ Լավ, դուք օգտագործեք նաև eyes եւ աչքերում լույս մեջ հույս։ Ու դա ում երգն է դա։ Նունեյեսան լավ հրաշալի տարբերակ, խնդրեմ ձեր I երգը։ saw the life inside your eyes. Rihanna Diamonds-ի մեջ eyes բառը կա։ Okay, այո։ Շուտ ասեի։ Ասեցի որ թարգմանություն կարելի է օգտագործել։ Նաև ռուսերեն։ I saw the life inside your eyes. Այս բար չկա, ես երգել եմ։ Այս հետ չխառնեք, սառույցի հետ չխառնեք։ I can't breathe it. Eyes baby. Պտույտներ տալ։ Stop baby. Աչքեր։ Շատ հայտնի մի երգ կար Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակած, կխնդրեմ հիշեք։
Մենք ինչ ազգություն ունենք։ Հայ աչքեր Բրավո։ Աչքերս քեզ որոնեն։ Բրավո։ Թեաչերս, թեաչերը։ Ես որոնեն։ Մի րոպե։ Հիշի եք ժամանակ։ Մեր մաշի երկերից էլի։ Մաշի երկերը մի հատ հենց հիմա դրեք։ Սիրուն աչքեր ունես դու, կամարունքեր ունես դու, համջերան ես համբալա, քեզ տանող եմ բալա։ Երկար մի երկեք, որ իրանք ժամանակ չունեն մտածելու։ Ձեր թիմը Վլադ։ Твои глаза, твои такие չգիտեմ ինչ։ Տակի է, չգիտեմ ինչ, ահա, լավ։ Ձեր տարբերակը։ Ձեր գարձիկը։ Գլազ ալմազ։ Գլազ ալմազ, այդ ուղղակի ժողովրդական խոսք է ռուսաց լեզվում։ Закария, губы сладкие нежные։ Լավ, հաշվում են գլազակարի։ Մենք ենք հիմա։ Հիշում եք ռուսերենում հուշում եմ ձեզ։ Հիշում եք ինչ գույնի աչքեր ունեք դուք բոլորը Դավիթ։ Серые глаза, серые глаза, я хочу сказать. Черные глаза։ Ճիշտ է, ես իրականում ես ես եկել եմ ձեզ հուշել, այո։ Черные глаза։ Լավ, ձեր տարբերակը։ Ձեր հերթը։ Շոտ կա, բայց Հայերեն աչքով շատ կա։ Անչափ շատ կա։ Թե աչքով անում ես ինձ։ Դու աչքով անում ես դու։ Ճիշտ պարում ես դու։ Okay։ Աչքերի փայլը դեսակ։ Հա, մաշի երկներ էլի ճիշտ է։ Ջորտի բացի մաշի երկիդ ուրիշ բան երկում եք Ոք ամեն օր լսում ենք երկերը։ Ձեր համ, հասկացա, վարդը տպավորված է։ Լավ, ձեր տարբերակը Վլադ Ձյաննա։ Քո աչքերը սիրում եմ ես, քո աչքի Mr. X, քո աչքերը Լավ։ Այնպես քնքուշ։ Ես համբայման կլսեմ, հաշվում ենք այս տարբերակը բավականին Գիշերվա վստահ։ մեջ։ Հիշում եք մի երկա։ Աչքերից արցունք եմ Ասում, կաններս։ Լավ հասկացանք մի հատ էլ։ Հուշում եմ ձեզ։ Օй մոռացա։ Ես գիտեմ, it's in your eyes, Kylie Minogue, Հիշի, մենք պետքա կրենք։ Պիտի կրենք, Պատի կարենք։ Ուրիշ տարբերակ, աչքով Հատ իրականում մի լավ երգ եմ հիշել, Սևամազ մեր ընտիր աղջիկը երգում էր եւ ներկայացրած ժամանակին Eurovision-ը Հայաստանում։ Բայց չես հաշվում, որ կրվեն Չէ, որտեվ դե հուշում եմ այս պահին, մեր օպերատոր Դավիթը միշտ իմ կողքին ա եղել այս հարցում։ Չէ, ինչ էպրիկացոն։ Ես էլ էի Մի րոպե։ խոսեի, բայց Ով վերջին տարում ներկայացրեց։ Լավ, օպերատոր Դավիթի աչքերը ինչ գույնի են։ Բրունետ երգը։ Մած կապույտ աչքերը։ Գիշերի ստարանցով Aguilera-ի հարթը To look into your eyes and I see you looking Բայց սկսում եմ արդեն հաշվել դանդաղ, կամած, մուրիկ 1 2 Ասա 3 За глаза твои карие, за улыбку прекрасную 2 Այն երգի մեջ չկա спят усталые игрушки, книжки спят, глазкочка. Կարանք մտցնենք, բայց չկա Одеяло и подушки ждут ребят Даже Спокойной сказка малыши. Կա մեջը գլազա։ Չկա Ոնց երկեցինք Կա Ճիշտ Մեջը ասում կա, ճիշտ глазки закрывать баю. Լավ, օքեյ 2 3 Կանաչ աչքեր Էդ ով երկն է Michael Kotanjan Սենց ասեմ, որ դու հիշել ես այդ երկը, մենք պիտի հաշվենք որպես Կանաչ աչքեր Մեկ, ասա All eyes on me, Britney Spears այդ երգ ունի։ All eyes on me։ All eyes on me, ես կարծեցի Britney Tupac-ի Spears-ը տենց երգ ունի Tupac-ի մի All Eyes on Me։ Հաշվի էլի արդեն ավերջան Մեկ, հաշվի 2 բավականին մարտական տրամադրված 3 4 Աչքերդ Հորինում Բայց լավն է, այս վերցրի եք ինչ-որ մեկը Այս մաշին ասեք թող ես երկել Լավ վերցրա արդեն հել 4 Աչեր հայ սիրուն Աչքեր աչեր հայ սիրուն Ես գնում եմ տուն Չէ, վլադ Ես գնում եմ տուն Ես գնում եմ լաց չլնեք Արտասուքով պաշ չլնեք Երկում եմ որ հուշեք, բան հիշեք 1 2 3 4 Հաշվի չեմ ասի, իմանամ չեմ ասի, որտեղ ներվերս խախտվեց, ասենք վերջի պայի 8 9 10 Լավ, Okay։ Հետը չես կարա գողության գնա։ բայց պետք էլ չի, որտեղ ձյանն ազնիվ մարդ է։ Okay, դա դուք ուզում եք խախտաբերական իմաստով էր։ Հիմա եկեք հասկանանք թե ինչ որ երկն եք ընտրում դուետի համար Դավիթ եւ Մանե։
Մենք ունենք Արսեն Սաֆարյան, բայց դու չես գալիս եւ Տիգրան Պետրոսյան ում։ Սաֆարյան։ Բա ինչ եկել Այդ կռիվանում։ ավելի լավ երգաչ։ Բայց դու չես գալիս։ Հա։ Խնդրեմ, բայց դու չես գալիս Թող տարբերակ երգեն։ ընտրված է երկարարտակը Դավիթին եւ կլսենք։ Մանեինն է, ու մենք ուշադիր լսում ենք նրանց։ Գնացինք։ Ես կարծում եմ, որ սա Արսեն Սաֆարյանի բոլորի ամենասիրելի երգն է, ամույնը լսենք։ Ախ սիրելիս, դու չգիտես, որքան եմ ես լացել, առանց քո սիրո, ջահել սիրտսեմ ես մաշել, ես ուզում եմ որ քո աչքերին նայել, և ուզում եմ որ միայն ինձ մոտ լինես, բայց դու չես գալիս, միայն քո մասին եմ լալիս, քեզ եմ կարոտել, արի մոտս, սիրելիս, սիրելիս, ես կանչում եմ քեզ, ու անընդհատ սպասում, երեկոն նստած, քո ճամփին եմ ես նայում։ Խնդրեմ անեմ։ Սիրելիս, դու չգիտես, ինչքան եմ տարապել, առանց քո սիրո, ջահել սիրտսեմ ես լացել, անընդհատ սպասում եմ, որ դու կգաս, դուրը կբաց ես, ու ներս կմտնես, բայց դու չես գալիս, միայն քո մասին եմ լալիս, քեզ եմ կարոտել, արի մոտս, սիրելիս, սիրելիս, ես կանչում եմ քեզ, ու անընդհատ սպասում, երեկոն նստած, քո ճամփին եմ ես նայում, երեկոն նստած, քո ճամփին եմ ես նայում։ Բրավո։ Թերևս խոսքեր չունենք, մենք բոլորս վայելեցինք ձեր կատարումը, շատ սիրուն դուետ։ Իմիջիայլոց հարց, դուք արդյոք ունեք դուետ միասին։ Ոչ։ Դե մտածեք այդ ուղղությամբ։ 6 Բայց միավոր։ ուզում ենք։ Շնորհակալություն։ Այո, 6 միավոր ունեն Ապրեք։ Դավիթը եւ Մանեն, իսկ այս պահին տեղափոխվենք հակառակորդ թիմ եւ հասկանանք արդյոք պատրաստ եք երգելուն թե ոչ։ Կլինի դու երգես, կլինի մենակ ինքը Չէ, երգի։ Ձիոն ջան։ Իմիջիայլոց հետաքրքիր է, որտեղ է Տիգրան Պետրոսյանը հիմա։ Համայո։ Դու նկանչում է ինձ, դու որ մի ուղի ունի անհոն իմ սրտում, կյանքը բացում է ինձ, սերը որ ես գիտեմ, կորավան հետ, իմ սերը ես կտամ նորից բայցում, խոստանամ, մորանամ, ես գրկեմ, ով է կանչել սերը կորած, ով է կանչել նրան, հերվից, վաղ են մտքերը Գիտեր։ բայց անհամբեր մի ձայն ունի տեղ իմ հոգում Լավ։ Կյանքը տալիս է ինձ մի գեղեցիկ պատկեր կորած պատկերը այն նման է բայց շատում խոստանամ մորանամ ես գրկեմ ով է կանչել սերը կորած ով է կանչել նրան
խոստանամ ու մորանամ ու ես գրկեմ ով է կանչել սերը կորած ով է կանչել նրան ամենասիրուն պահնանորի ձեռքից եւ ում խոստանամ ու մորանամ ում ես գրկեմ ով է կանչել սերը կորած ով է կանչել նրան հերվից Բրավո։ Չգիտեմ, որ այսքան պահել եք իմանալ, տունը կպարապե, երկել եմ այս երկը։ Շատ գեղեցիկ կատարում, մենք բոլորը սենց նոստալգիկ պահեր ապրեցինք, որովհետև վստահ եմ, որ բոլորն էլ կարոտել են, այո, Տիգրանին ու նրա երգերը։ Տիգրան, եթե կնայես հաղորդումը անպայման վերադարձիր կամ թեկուզ արտերկրից երգեր էլի գրիր եւ երգիր։ Կամ էլ մինուսը դուր երկել։ Հեսա մինուսը քեզ։ Իսկ Վլադը եւ Դիանան վաստակում են 4 միավոր, բրավո, եկեք ծափարեք նրանց։ Դիաննայի երկու տարբերակը մենք չենք հաշվում, այսինքն միայն պատկերն ենք հաշվում, որտեղ ձայնը հուշել ես դու։ Հա, չէր կարելի տենց։ Չէ, տենց չէր կարելի, բայց ոչինչ։ Չենք ընկճվում։ Հենց հիմա դու իրավիճակը մարդացնում ես, երեք կսարքենք, մի ասա։ Ու ես Մարշալ էլի։ Ես առաջարկում եմ ամփոփել մեր երրորդ փուլը։ Ես մի բան նկատեցի ամբողջ հաղորդման ընթացքում։ Բոլորը միմյանց հայերեն կարելի ասել այսպես, այս բառով, օգնում էին, քաջալերում էին եւ միմյանց երգելու ընթացքում երգում էին ու հուշում։ Եվ այսպես մեր խաղը ավարտվում է հավասար հաշվով։ Եկեք ծափարենք, այո։ Հաղթեց ընկերությունը, այն ինչի մասին ես որ խոսում էի ամբողջ հաղորդման ընթացքում։ Ապրեք, շատ լավ էր։ Մենք իսկապես ունեինք նման հրաշալի ձայների կարիք եւ շատ շնորհակալ ենք, որ այսօր մեր տաղավարը լցրեցիք ձեր գեղեցիկ ձայներով։ Վստահ եմ, որ դուք եք հավանել սիրելի դիտողներ, անպայման նշեք կոմենտներում, գրեք կարծիք երգի մասին ու մի մոռացեք նաեւ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Ես առաջարկում եմ ամփոփել մեր հաղորդումը մեր վերջին երգով։ Մենք որ ամբողջ հաղորդման ընթացքում, որ ամբողջ հաղորդման ընթացքում իրար օգնում էինք, հիմա 4-րդ մեր վերջին փուլը կարելի ասել բոլորով են երգում, բայց այս անգամ արդեն ոչ մրցույթային փուլ, ուղղակի երգում ենք, քեֆ ենք անում։ Որ քեզ տեսա, արեմ դես քովը հիացա, աղջներ օրը է որ քեզ տեսա, ես այս երկը չգիտեմ չեմ երկի, ասի գնամ խոչես ողջես հավաքեմ, քանի քեզ պես ուզովում եմ պսակվել, թե չէ տանը ինձ ասում են որ սպասեմ, ինչ է որի մեծ քրոջը պսակեն, ախմաշի, ախմարեն արևը, արևը, չլեր է թորմա քոջեն բարևը, ախմարեն արևը, արևը, և եք չարնեի քո տված բարևը, Տանից ինչ խերվեցի որան Երանի մենք միշտ ունենանք նման հյուրեր, ովքեր որ շատ լավ են երգում։ Ամեն 5 շաբթի միացեք մեզ, դիտեք Գոլսպորտի բոլոր հաղորդումները, բաժանորդագրվեք մեր ալիքին ու իհարկե ուրախացրեք ձեր օրը մեզ հետ միասին։ Գնացինք։ Բայց ես սիրել բոլոր երգերը լսել այս արին ես նպատակ քո դարձից դուշ եմ գալիս մարդ չեմ ես երգերը գիտեմ արևը չլեր է տորմա քոջեն բարևը ախմարել են արևը, արևը և են չարնեի քո վերած բարևը ապրեք ժողովուրդ Ես մի հատ բան ասեմ էլ, ես իրա երգերը անկեղծ բոլորը գիտեմ սիրում, բայց ես մեկը չգիտեի Ոչինչ։ Այս մեկ իրականում շարքեր են կանաչ կարմիրի Հայդի գիտեմ են խաչիկ վաչիկ Այս բաններ են որ ամուսնացել է բայց փոշմանել է հիմա Ավելին ասեմ այտենց է փոշմանել եմ բայց մեկ է Մենք չենք փոշմանել ապրեք որ մեր հետ եք Կարաոկե 963 երկու թիմ 4 ձայն ու տարբեր ոճերի երգեր Պոպ, ռոք, ռեփ, շանսոն, հայկական Երգիր մեզ հետ YouTube-յան եթերում